Դարձյալ այս առիթի եւ հրավերի համար շնորհակալություն։ Ես Բուրակ Թաթարն եմ, SSJ TV արտաքին լրատվական բաժնի տնօրենը։ Այս պահին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ինչ կետի ենք հասել, հստակ որտեղ ենք գտնվում։ Եվ այսպիսի հարց է ինձ հետաքրքրում. եթե մի օր դուք քաղաքականությունը թողնեք եւ թոշակի անցնեք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված եւ հատկապես Հարավային Կովկասի հետ կապված ինչպիսի ժառանգություն կկամենայիք թողնել ձեզանից հետո։ Ինչպիսի երազանք ունեք տարածաշրջանի հետ կապված։ Դե երկրորդ հարցին շատ կոնկրետ, շատ դժվար է պատասխանել, որովհետեւ դեռ պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ են արձանագրում եւ ինչ արդյունքներ կան ամփոփելու։ Իհարկե, եթե ցանկությունների ժանրից խոսենք, միանշանակ կցանկանամ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ, ես նկատի ունեմ սահմանահատումների եւ տրանսպորտային կապերի առումով, որովհետեւ այսօր էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջև բավականին լայն առևտրաշրջանառություն կա, գործարար կապեր կան, բայց ըստ էության դա տեղի է ունենում ոչ ուղղակի ձևով։ Եվ իհարկե այս խոսակցությունը, որ սկսվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև, շատ կարեւոր է եւ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ արդյունքներ կան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Իհարկե, որպես կանոն մենք ասում ենք, որ մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, ցամաքային սահմանի մասին է խոսքը, կբացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար եւ իհարկե մենք սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը եւ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022 թվականի ամռանը դեռ, բայց քանի այս պայմանավորվածությունը եւ քանի որ այս պայմանավորվածությունը իրականացված չէ, շատերը մեկնաբանում են, որ արդյունքներ չկան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ես անկեղծ ասած պիտի չհամաձայնվեմ դրա հետ, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն եւ եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է։ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ եւ ելի եմ ասում կողքի հայացքի համար սա գուցե թե այդքան կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար եւ պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետեւ մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներ իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանում եք, մենք որպես կանոն երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ինչ են մտածում Անկարայում։ Անկարան ըստ էության երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա մենք նույնիսկ այնպիսի իրադրություններ կան եւ բառից բուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել եւ հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, եւ սա էական փոփոխություն է, որը շատ կարեւոր է եւ ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների։ Եվ մենք նաեւ փոխադարձաբար ավելի լավ ենք հասկանում, իսկ որոնք են կողմերի ունեցած բարդությունները, խնդիրները, որ հարցերն են, որ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման, որ հարցերն են, որտեղ դիտանկյունները, տեսակետները տարբեր են, եւ պիտի ուղղ ասեմ, որ ես սա շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում։ Մենք այս ընթացքում արդեն
մի քանի հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, արտաքին գործերի նախարարներն են շփվել եւ շարունակում են շփվել, մեր նախարարները տարածքային կառավարման ոլորտի եւ նախարարությունները երկու երկրները մի քիչ այլ կերպ են անվանվում, ուսե ճշգրիտ անունները նույնն չեն, բայց մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը շփվել է իր գործընկերոջ հետ, նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է շփում ունեցել հատուկ ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են իրար հետ։ Մենք ունենք արդեն համագործակցության կոնկրետ օրինակներ, վերջերս Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կամ արդարադատության համակարգի կողմից մեղադրվող երկու անձանց մենք փոխանցեցինք Թուրքիային։ Սրանք կարող են մեծ ձեռքբերումներ չթվալ, բայց եթե գույքագրենք նախորդող շրջանում ինչ ենք ունեցել, իհարկե սա շատ էական ձեռքբերում է, բայց շատ կարևոր է արձանագրել, որ սա դինամիկ process է եւ իհարկե պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան կանգ չառնի եւ շարունակվի, սա էլ իր հերթին կախված է այդ թվում երկու երկրների առաջնորդների եւ կառավարությունների քաղաքական կամքից եւ ես տեսնում եմ քաղաքական կամք այլ բան, որ այդ քաղաքական կամքը նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Պիտի նաև ընդգծեմ, իհարկե դա էլ ինչ որ առումով հիշարժան իրադարձություն է, որ նախագահ Էրդողանը ընտրվելու կապակցությամբ ընտրվելուց հետո ինձ հրավիրեց մասնակցել երթմնակալության արարողությանը եւ ես որոշում կայացրի մեկնել Անկարա եւ դա նաեւ բացի են որ դա զուտ արարողակարգային իհարկե շատ կարեւոր միջոցառում էր եւ կարեւոր ազդակ նաեւ հնարավորություն էր Թուրքիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ շփվել եւ դա նույնպես շատ կարեւոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների համար։ Դե տեսեք, ես գործնականում արդեն մոտավորապես 5-7 րոպե թվարկում եմ, թե ինչ կա մեր հարաբերություններում։ Այդ նշանակում է, որ կա թվարկելու բան առնվազն, եթե 7 տարի առաջ հարցնեիք ինձ, ես դժվար թե թվարկելու բան ունենայի։